Կանխատեսումները իրականացնում նաև արտաքին քաղաքական թեմաներով։ Մենք տեսնում ենք, որ այսօր թեժ իրավիճակ է նաև Իրան-Ամերիկա հարաբերություններում, ինչ սպասել, քանի որ տարբեր միջազգային փորձագետներ նշում են, որ հնարավոր է Ամերիկան հարվածի կամ հակառակը, այս պահին կարծես թե ժամանակավոր հրադադար է, թեև իրադարձությունները ներքին զարգանում են, ինչ սպասել, արդյոք հնարավոր է մեծ պայթյուն։ Մարսը, երբ որ կանցնի ձկների կենդանակերպ, դա մոտավորապես 2 ամիս հետո է, 2-3 ամիս հետո այս պահին ուղղակի աղյուսակները ձեռքի տակ չեն, այնտեղ կրկին խնդիրներ կարող են լինել եւ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կհայտնվի կրկին այդ թիրախային կետում։ Ինչու, որովհետեւ Սատուրնը հույսի կենդանակերպում է այնտեղ, հույսը ծառայողներն են, դրանք զինվորական են, Սատուրնը ղեկավար անձնակազմն է, այդ ժամանակահատվածում կրկին հնարավոր է, որ խնդիրներ լինեն, դա կարող է լինել հարձակում նրանց վրա, Մարսը ձկներում ու կարող է պայթյուն լինել, որովհետև ձկները դա վառելիքն է, իսկ Մարսը դա, գիտեք, կռվի մեծ աղետները Պլուտոնն է, կռվի, կոնֆլիկտի, պայթյունի այդ մոլորակն է։ Կանխատեսումները իրականացնում նաև արտաքին քաղաքական թեմաներով։ Մենք տեսնում ենք, որ այսօր թեժ իրավիճակ է նաև Իրան-Ամերիկա հարաբերություններում, ինչ սպասել, քանի որ տարբեր միջազգային փորձագետներ նշում են, որ հնարավոր է Ամերիկան հարվածի կամ հակառակը, այս պահին կարծես թե ժամանակավոր հրադադար է, թեև իրադարձությունները ներքին զարգանում են, ինչ սպասել, արդյոք հնարավոր է մեծ պայթյուն։ Մարսը, երբ որ կանցնի ձկների կենդանակերպ, դա մոտավորապես 2 ամիս հետո է, 2-3 ամիս հետո այս պահին ուղղակի աղյուսակները ձեռքի տակ չեն, այնտեղ կրկին խնդիրներ կարող են լինել եւ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կհայտնվի կրկին այդ թիրախային կետում։ Ինչու, որովհետեւ Սատուրնը հույսի կենդանակերպում է այնտեղ, հույսը ծառայողներն են, դրանք զինվորական են, Սատուրնը ղեկավար անձնակազմն է, այդ ժամանակահատվածում կրկին հնարավոր է, որ խնդիրներ լինեն, դա կարող է լինել հարձակում նրանց վրա, Մարսը ձկներում ու կարող է պայթյուն լինել, որովհետև ձկները դա վառելիքն է, իսկ Մարսը դա, գիտեք, կռվի մեծ աղետները Պլուտոնն է, կռվի, կոնֆլիկտի, պայթյունի այդ մոլորակն է։